Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո հայկական երկու պետությունների կրթության և գիտության նախարարները Մայրբույի դահլիճում ստորագրեցին համաձայնագիրը, հույս հայտնելով, որ փաստաթղթում ամրագրված դրույթներն օգտակար կլինեն կրթական ոլորտի ներկայացուցիչների համար։ Ծրագիրը ընդգրկում է բոլոր ոլորտները, հանրակրթություն, նախադպրոցական կրթություն եւ իհարկե այստեղ նաեւ նյութական աջակցության վերապատրաստումներ, ուսուցիչների, դասախոսների, փոխադարձ կապեր, այցելություններ, համատեղ ճամփաներ, գիտաժողովներ, այսինքն այն ինչ որ կատարում է, մենք այսպես ասած ավելի ենք ընդլայնել եւ համաձայնագրի ծրագրում ներառված են այդ դրույթները։ Ամենաբարդ ոլորտներից է կրթությունը, նաև գտնվում է հասարակության գրեթե բոլոր շերտերի խոշորացույցի տակ, խոստովանում է Արմեն Աշոտյանը։ Բարդ է, քանզի ձևավորված ազգային ավանդույթները շարունակելու եւ ժամանակակից կրթական համակարգ ստեղծելու հրամայականների առջև է կանգնած ոլորտը։ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարի համոզմունքն է, կրթական համակարգում փոփոխություններն անխուսափելի են եւ շարունակական բնույթ են կրելու։ Ցանկացած կրթական համակարգի համար չկա ինչ-որ մի հանգրվան, որից հետո դուք կարող եք ասել, որ մենք հասել ենք տեղ եւ կարող ենք իջնել, այսպես ասած։ Երբեք փոփոխությունները չեն դադարելու։ Մենք միևնույն կրթական տարածքում ենք գտնվում եւ շատ ու շատ փոփոխություններ, քայլեր, որոշումներ ունենում են նաեւ Ղարաբաղյան ազդեցություն, Ղարաբաղի վրա սկսում ազդել եւ բնական է, որ դուք նույնպես պետք է ունենաք հնարավորություն որոշումների կայացման վրա ազդելու եւ ձեր կարծիքը ասելու այն ամենի մասին, ինչը կատարվում է բարձրագույն դպրոցում։ Նախարար Աշոտյանն անդրադարձավ նաեւ կրթության որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, եվրոպական կրթական համակարգում ճանաչելիության աստիճանի բարձրացման նպատակով իրականացվող աշխատանքներին։ Թիվ 1 նպատակը այնուհանդերձ մեր այն երեխաների ուսանողների, որ նստած են հիմա դահլիճում, մտածելակերպի փոփոխությունն է։ Սովորեցնել կարելի է միայն այն մարդուն, ով ուզում է սովորել։ Ամենակարևորը, որին պետք է դեռևս հասնենք եւ ամբողջությամբ չենք հասել, դա սերմանել հավատ եւ վստահություն երիտասարդների մոտ, որ ապագայում բացառապես գիտելիքով, հմտություններով, կարողություններով իրենց մտավոր իրենք ի վիճակի կլինեն ապահովել իրենց եւ իրենց հարազատների բարեկեցիկ կյանքը, իրենք օգտակար կլինեն իրենց երկրին, իրենք կկարողանան ապրել այնպես, ինչպես որ սովորել են։ Հանդիպման վերջում դասախոսները եւ ուսանողները բարձրաձայնել են կրթության բնագավառում իրենց մտահոգող հարցերի ու խնդիրների մասին, նաեւ հանդես եկել առաջարկություններով։ Արմեն Աշոտյանը հարցերին տվել է հնարավորին սպառիչ պատասխաններ, առաջարկություններն ընդունել ի գիտություն։ Այսօր մեզ համար բոնը Հայաստանում թիվ 1 հարցը ինչպես անել, որ հանկարծ նախարարը կամ ռեկտորը ավելի շահագրգիռ չլինի, որ ուսանողը սովորի, քան ինքը ուսանողը, որովհետև բավականին զավեշտալի է այն իրավիճակը, երբ որ ռեկտորը, դասախոսը, ամբիոնի վարիչը սկսում է ավելի շահագրգիռ լինել, որ ուսանողը գա դասի մի բան կարդա սովորի, քան ինքը այն մարդը, որը հետո այդ գիտելիքով ենթադրվում է պետք է ապրի, աշխատի, արարի եւ զարգանա։ Գենադի Երեմյան, Արտավազդ Գրիգորյան, օր